Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նորանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի ֆինանսների նախկին նախարար պարոն Լևոն Բարխուդարյանի հետ։ Ողջույն պարոն Բարխուդարյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, ժամանակ եք գտել եւ տրամադրել եք ձեր ժամանակը մեզ։ Շատ շնորհակալություն։ Ռուսաստան ուղևորությունից առաջ Փաշինյանը ԵԱՏՄ-ի մասին ասում էր, որ եթե մեխանիզմները չեն աշխատում, սանկցիաները նկատի ուներ Հայաստանի նկատմամբ, դա նշանակում է, որ կազմակերպությունը ինքը չի գործում, ԵԱՏՄ-ն արդեն փլուզվել է։ Բայց գնաց Ռուսաստան Միշուստինի հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ Հայաստանը թե ընտրություններից առաջ, թե դրանից հետո հավատարիմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, հետաքրքրված է ԵԱՏՄ-ին մասնակցելու հարցում։ Էլի վերապահումարվեց, ասվեց, որ եթե մեխանիզմները գործեն, շատ լավ կլինի։ Այցից հետո նա ասել է, որ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն հրաժարվել է Փաշինյանը բացահայտել Միշուստինի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, միայն ասել է ժամանակ տանք, սպասենք տեսնենք ինչ է լինելու, ինչպես են դրանք իրականացվելու, հետո նոր դուք ինքներդ կտեսնեք արդյունքները։ Ինչ հետևություններ կարող ենք անել։ Նո առաջի հետևությունը նա է, որ եթե Փաշինյանը ձեռնպահ է մնում իր կանխատեսումներն անել եւ ասել ինչ է պայմանավորվել, նշանակում է վստահություն չկա ռուսական կողմի նկատմամբ, չնայած ես կարծում եմ եղել են պայմանավորվածություններ այսպես կոչված այս սանկցիաները վերացնելու, այսինքն ապրանքների շրջանառությունը ակտիվացնելու, այդ արգելքները հանելու ուղղությամբ եւ այլն։ Եվ կարծում եմ դա կլինի։ Իրենք փորձեցին վախեցնել Հայաստանին, որ տեսեք, դες այդ ինչ կկատարվի, եթե դուք դուրս գաք ԵԱՏՄ-ից, բայց դա ծիծաղելի է, որտեղ ոչ ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ Ռուսաստանը շատ ակտիվ առևտուր ունի։ Եվ միշտ բերում եմ Թուրքիայի օրինակը, միջև այդ կարելի է ասել ամբողջ Եվրոմիության, Գերմանիայի օրինակը եւ այլ եւ այլ։ Ադրբեջանի հետ առևտուրը շատ ավելի ակտիվ ձևով է գնում։ Կարծում եմ նույնը կլինի, նրանք կշարունակեն Հայաստանի հետ առևտուր անել, որտեղ ցան որ ոչ որևէ նշանակություն չունեցավ, հակառակ ավելի մղեց Հայաստանը դեպի Եվրոմիություն, դեպի Եվրոմիության շուկան, եւ այս առիթից օգտվելով, որ իրենք իսկապես աջակցում են, մենք պետք է շատ արագ փորձենք դիվերսիֆիկացնել մեր արտահանման աշխարհագրությունը։ Այս պահին, այո, փաստորեն Եվրոմիությունը, ինչպես նշվում է, 80% հայկական ապրանքների վրա մաքսատուրքերը ոնց որ վերացրել է։ Կարծում եք արդյոք, որ եթե ԵԱՏՄ-ն շարունակի ստանալ մեզանից այդ ձուկն ու ծաղիկն ու բերքն ու բարիքը, եվրոպական այս քաղաքականությունը տնտեսական Հայաստանի նկատմամբ պետք է ստոպ տրվի, կանխվի, վերջանա եւ նորից մենք գնանք դեպի Եվրոմիություն։ Թե Ռուսաստանի այդ քայլը բացեց մեզ համար այդ շուկաները, ճիշտ է, արտակարգ իրավիճակներում բացվեցին այդ շուկաները, այդ շուկան բացվեց եւ մենք հիմա շարունակելու ենք աշխատել եւ ԵԱՏՄ-ում եւ Եվրոմիությունում, դա հնարավոր է։ Այս պահին հնարավոր է, ես ձեր երկրորդ պատմման հետ եմ համաձայն, որ սա շատ լավ հնարավորություն է արագացնելու մեր ինտեգրումը Եվրոմիության տնտեսության հետ եւ էապես ակտիվացնելու առևտրաշրջանառությունը Եվրոմիության հետ։ Սա շատ կարևոր հարց է։ Պետք է նաեւ խնդրենք լրացուցիչ տեխնիկական օգնություն Եվրոմիությունից արագացնելու համար այդ ապրանքների սերտիֆիկացման հետ կապված հարցերը, որակի պահանջները իրականացնելը եւ այլն։ Այս ընթացքում մենք կստանանք տեսնելով այդ մեր ձգտումը Եվրոմիությունը վստահ եմ մեծ աջակցություն կտա արագացնելու համար այդ գործընթացը։ Դա չի շարունակում բացառել եվրասիական տեսական։ Բայց Ռուսաստանը ասում է, ես եթե եվրասիական շուկան բաց է ձեզ համար, դուք փող եք կարողանում աշխատել, երբ որ փող եք սկսում աշխատել, դուք գնում եք դեպի Եվրոմիություն։ Ինչի ես ձեզ թույլ տամ, որ դուք փող աշխատեք հիմա ինձ մոտ, որ երբ որ ձեզ համար հարմար պահ լինի, դուք շրջվեք ինձանից։ Չեմ թույլ տալիս, որ դուք փող աշխատեք։ Ինչ նշանակում չեմ թույլ տալիս։ Մենք էլ կաշխատենք այլ երկրների հետ, Եվրոմիության հետ, այլ երկրների հետ։ Պատտվեցինք եկանք Միշուստին Փաշինյան։ Ինչ այդ հետևությունների Ես վստահ եմ, որ Միշուստինը նույն ձևով չի շարունակել եւ նույն տոնով չի շարունակել խոսել Փաշինյանի հետ։ Վստահ եմ։ Եվ Փաշինյանն էլ երբ որ ասում է սպասենք տեսնենք դրանք իրականացվեն, հետո խոսենք որտեղ կան խոստումներ բացելու սահմանները դե բնական է կասկածում բնական է այդ խոստումների որտեղ խոստումներ երբեք չեն պահվել եւ այլն բայց դա չի շագում մենք պետք է ընկրկենք այդ ինչ որ սանկցիաների այդ արգելքների առաջ մենք ունենք մեր ամբողջ աշխարհը այսպես ասած մեր շուկան է ինչ եղել
վաճառում ենք հաջողությամբ շատ երկրներում մեր ապրանքը։ Հայկական կոնյակը ինչ է միայն ռուսական շուկայում է վաճառում։ Ամբողջ աշխարհում հայտնի է վաճառվում է։ Այսինքն Ռուսաստանը իր այդ սանկցիաներով, եթե վերցնում ենք ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության պատրվակը, այսինքն դրանով ինքը արդյունավետ էր իր այդ գործողությունը սանկցիաներ Հայաստանի եւ ում համար էր արդյունավետ։ Արդյունավետ էր Հայաստանի համար այն առումով, որ մեր արտադրողները վերջնականապես հասկացան, որ մեր ապական Եվրամիության շուկան Ռուսաստանը ինչ ստացավ։ Եվ ոչ Ռուսաստանի, ոչ մի բան չստացավ։ Ավելի պակաս ապրանքներ մուծեց հայկական, կամ էլ կներմուծեց նույն հայկական ապրանքները այլ անվան տակ, չեն բացառում ադրբեջանական ծիրանի անվան տակ, կամ վրացական, կամ ուզբեկական եւ այլն։ Ինչի մասն է խոսքը։ Եթե ապրանքի պահանջը կա, ինքը այնտեղ հայտնվում է։ Իրենք մեզ ինչ որ զիջողություն եւ մեծ բարություն չեն անում, որ մեր ապրանքը գնում են։ Իրենց սպառողն է գնում։ Իսկ եթե տնտեսական չէր եւ Եվրամիության մատնանշելը դա կեղծ ուղղություն ցույց տալ էր, այլ իրականում քաղաքական էր։ Նա էլ էր իհարկե քաղաքական, բայց այստեղ ներքաղաքական էր։ Ռուսաստանը, չէ՞ որ այդ սանկցիաները, այդ պատժամիջոցները, էմբարգոն, ինչպես երեք էլ իմ հյուրերից մեկը ասեց, կիրառեց Հայաստանի նկատմամբ ընտրություններից առաջ, որպեսզի, ինչպես Պուտինը հայտարարեց, իրենց հետաքրքրող տեխնացուները կարողանան անցնել ազգային ժողով։ Հիմա անցան ազգային ժողով, ստացվում է։ Չէ, գաղափարախոսություն հետևյալն էր, եւ հենց նույն ռուս մեկնաբաններն էլ են հաճախ ասում։ Այ հիմա մենք կվախեցնենք Հայաստանին եւ կտեսնենք, թե մեր տեխնացիաների կողմնակիցները ինչքան կշատանան, որտեղ մարդիկ կասեն, տեսեք Ռուսաստանը ինչ անում, եկեք քվեարկենք այն տեխնացիաների օգտին, որոնք Ռուսաստանի հետ հարաբերությունների կողմնակիցներ միայն։ Եղավ ճիշտ հակառակը։ Շատ մարդիկ, որ առաջ մտածում են Ռուսաստանի հետ պետք է աշխատել, հիմա եկան հակառակ Ռուսաստանի, կոպիտ ասած, հակառակ Ռուսաստանի ԿՊ-ի օգտին քվեարկեցին։ Ինչի մասն է խոսքը։ Տեսնելով, որ այդտեղ ապագա չկա, տեսնելով, այո, ճիշտ հակառակն է լինում։ Նույն սանկցիաներ կիրառելով ոչ թե մենք խեղճանում, ասում ենք, խնդրում եմ մեզ ներեք ամեն ինչի համար, մենք նորից վերադառնում ենք իր շրջանս հյուր, հակառակ ասում եք, ախ դուք այդպես եք ասում։ Մենք էլ գնում ենք Եվրամիություն շատ ավելի արագացված քայլերով, փառք Աստծո Եվրամիությունը օգնում է եւ նպաստում է դրան։ Բայց տեքստը Փաշինյանի արտաբերած այն է, որ մենք հավատարիմ ենք Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Փաշինյանը որ գնացել է այնտեղ հանդիպելու, իհարկե պիտի դա ասի։ Իսկ ինչ հավատարիմ չենք ուզում հարաբերությունները շարունակենք։ Ստացվում է Հավատարիմ բառը պետք չէ այդ ասպեկտով հասկանալ։ Այո, մենք շարունակելու ենք, դա շարունակականության մասին է խոսքը։ Մենք շարունակելու ենք ակտիվ առևտրական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Այո, շարունակելու ենք։ Պետք չէր սпасել խիստ գնահատական, այսպես կամ խիստ հռետորաբանություն Փաշինյանի կողմից։ Դա կլիներ մեծ սխալ։ Դրան է սպասում ռուսական կողմը, որ ասի տեսեք մենք այսքան օգնում ենք Հայաստանից, իրենք ինչպես են մեզ վերաբերում, ամենամեծ շուկան մենք ենք, ամենայժան գներով տալիս ենք վառելիք էներգակիրները, իսկ իրենք այսպես են ինչքան անշնորհակալ են եւ այլն։ Եվ շատ ճիշտ էր ասել, որ այո, մենք շարունակելու ենք, մենք գտնում ենք, որ մենք պետք է լինենք եվրասիական տնտեսական շուկայում։ Վաղը կփոխվի իրավիճակը, կասենք մենք արդեն Եվրամիության հետ ենք աշխատում։ Այսինքն կամուրջներ չայրեց Փաշինյանը։ Իսկ ինչի է պետք այրել կամուրջներ։ Դրա հնարավորությունը չկա։ Եվ Ռուսաստանը չայրեց կամուրջներ։ Իսկ Ռուսաստանը ինչի պիտի այրի, ինչքան շատ է այրում, այնքան շատ է մեզ հեռացնում իրենից։ Եվ որևէ շանս չի թողնում, որ մենք իրենց հետ գոնե նորմալ հարաբերվենք։ Ինչի մասն է խոսքը։ Ատարբերակ, որովհետև այլևս հետաքրքրված չէ Հայաստանի մեջ։ Հայաստանում Ռուսաստանը բետարբերակ, Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը հեռանում է եւ ոչինչ իրական արդյունավետ ձևով չի կարողանում ձեռնարկել, որպեսզի հետ պահի Հայաստանը։ Ես համաձայն եմ բետարբերակի, ձեր ասած բետարբերակի հետ, այո, չի կարողանում, գումար չունի։ Քանի անգամ է հայկական կողմը բարձրացրել այդ հարցը, որ ռուսական երկաթգիծը պայմանագրի համաձայն պետք է ենթակառուցվածքներում ներդրումներ աներ։ Եվ Փաշինյանը կարծեմ առանձին հենց հանդիպել է Պուտինի հետ այդ հարցով։ Այդ հարցը բարձրացրել է, ոչ մի ցենտի ներդրում չկա։ Որտեվ գումար չունեն, ռուսական երկաթգիծը ինքը վնասների մեջ է։ Կիսասանանք վիճակում է։ Բայց դա մեր շահերին չի համապատասխանում, փառք Աստծո պայմանագրում էլ կա այդ կետը, որ պետք է անել այդ ներդրումները։ Ուրեմն կպետք է 1, 2, 3 կդիմը միջազգային դատարան եւ նույնը պետք է անեն ասած բոլոր ոլորտներում, ինչի մասն է խոսքը։ Ռուսաստանը ամեն ձևով ուզում է Հայաստանը պահանջել եւ շատ զարմացել է, որ Հայաստանը ընդդիմանում է։ Հասկանում եք, որտեղ պատմության ընթացքում շատ քիչ է այսպիսի դեպքեր եղել։ Կոշտ բիրտուժով
պահել Հայաստանը, ինչի կարող է գնալ Հայաստան։ Ինչպես կարողացավ դա անել 1920 թվականին, 21 թվականին ամբողջ Հայաստանը երկու մասի բաժանելով ներերով Ինչ թուրքերի։ գործիքներ ունի Ռուսաստանի իր ձեռքին, Այս տնտեսական գործիքներն են, բիրտուժն է եւ այլն, որը իր սահմանը ունեն։ Եթե իրենք էլ չափահանցեն, մենք էլ կասենք վերցրեք ձեր ռազմաբազան այստեղից եւ հեռացեք։ Առհասարակ։ Անցած դարի 20 թվականների եւ այսօրվա տարբերությունը ասենք։ Նույն բանն է ստեցան, բայց այս ժամանակ մեր ժողովուրդը ավելի ջուրահավատ էր, այդ բոլշևիկյան ինտերնացիոնալիզմի գաղափարների կրող էր եւ այլն, իսկ ադրբեջանցիները թուրքերը շատ ավելի պրագմատիկ էին։ Ասին այո, միջազգային ինտերնացիոնալ է, մենք էլ ենք դառնում կոմունիստ, հիմա տվեք այս բոլորը մեզ այդ դեպքում։ Շատ ուրախացավ Լենինը եւ տվեց։ Իսկ հետո երբ իրենք խաբեցին, հետ չպահանջեց։ Ինչի չպահանջեց։ Հասկանում եք, բայց չի կարելի հույսը դնել Լենինի, Ռուսաստանի, ինչ որ մեկի վրա, մեր վրա պետք է հույսը դնենք։ Այսօր էլ Պուտինի վրա։ Այո, մեր վրա, միայն մեր վրա։ Պետք է ճիշտ կողմնորոշվենք։ Պետք է տեսնենք համաշխարհային խոշոր խաղացողների շահերից, որ ինչ տիպի առևտրի աշխարհագրությունն է բխում, ինչ դեպի կոմունիկացիաներն են տրանսպորտային բխում եւ այլն։ Դե տեսեք, դուք փաստորեն ձեր այս խոսքի մեջ կա չարտահայտված, բայց հիմա կխնդրեմ արտահայտեք գնահատականը այսօրվա գործող իշխանությունների գործելավոճի, դուք ասում եք փաստորեն այսօրվա իշխանությունները այդպես կուրորեն չեն վստահում Ռուսաստանին եւ փոխում են սեփական քաղաքականությունը։ Ասում եք այո, բայց ընդդիմադիրները ասում են դու ճոճվում ես Հայաստան այսօրվա իշխանություն, Ռուսաստանից ճոճ ես անում դեպի Թուրքիա հիմա էլ։ Եկեք հիմա դիտարկենք Ռուսաստանից հեռանալը արդյոք նշանակում է կոպիտ եմ ասում, ներող եղեք, ընկնել Թուրքիայի գիրկը։ Այստեղից երկրորդ իմ հարցն է, երկրորդ թեման է, որը կուզեի նայից ես հետ վերլուծել, ինչու Թուրքիան առ այսօր, նախ համաձայն եք արդյոք, որ եթե Ռուսաստանից փոխվում ես, ընկնում ես Թուրքիայի գիրկը ամիջապես եւ գործող իշխանությունները հենց այդ ուղղությամբ էլ գնում են, հարցն է, եւ երկրորդը, ինչու այնուամենայնիվ առ այսօր ընտրություններն էլ ավարտվեցին, Թուրքիան չի բացել սահմանները, խոսում է, ամեն ինչ ասում են, հա, լավ է, գնում ենք ընդառաջ, Հայաստանն ու Ադրբեջանը ոնց որ թե առաջ են գնացել իրենց պայմանավորվածությունների մեջ, բայց սահմանը չեն բացում։ Ուրեմն առաջինը Ռուսաստանից դուրս ես գալիս, ընկնում ես Թուրքիայի գիրկը, այո, այդպես է վարում այսօր քաղաքականությունը։ Դա ծիծաղելի է, ինչ է շարքում Թուրքիայի գիրկը, չի լինի ոչ մեկի գիրկը չգնել։ Իսկ ինչա մենք հիմա Ռուսաստանի գրկում ենք, իհարկե ոչ։ Մենք բավականին անկախ քաղաքականություն ենք վարում, որ Ռուսաստանը չէր սպասում, որովհետև շատ տարիներ այդպես չի եղել։ Երկրորդ Թուրքիայի գիրկը ընկնելը որտե՞ղ է, չէ՞ հիմա սահմանը փակ է, ինչպես ասում են։ Ասում են, եթե Եվրամիության հետ ես գնում։ Եվրամիությունը եւ Թուրքիան դա տարբեր բաներ են։ Միացյալ Նահանգներն են Թուրքիան։ Չէ, կներեք։ Թուրքիան ոչ մեկի ներկայացուցիչը չի եւ ոչ մեկը Թուրքիային չի լիազորել լինել իր ներկայացուցիչը, որ ներկայացուցիչն էր գոնե Եվրամիության անդամ կլներ, որ այսքան տարի ձգտում է։ Նույնն էլ Միացյալ Նահանգներին է վերաբերվում։ Թուրքիայի տեղը, դիրքը, դերը փոխվել է խորհրդային միության փլուզումից հետո։ Դրա համար պահանջվեց մոտ 30 տարի, բայց այդ գործընթացը իրականացավ։ Մենք հասկանում ենք պետք է ուղիղ աշխատել նույն Հարավային Կովկասի հետ, Հարավային Կովկասի երկրների հետ եւ փորձել համադրել միմյանց շահերը։ Եվ Թուրքիան առաջի գործոնը չէ այստեղ։ Թուրքիայի վիճակը շատ կայուն չէ։ Այնտեղ խնդիրներ կան, թե ներքին խնդիրներ, թե տնտեսության հետ կապված խնդիրներ եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է նման ինչի չի բացում, նախ ասեմ, որ այդ նույն Եվրոպայության շուկայի հետ ծերտ ինտեգրումը էապես կարողանա, եթե Թուրքիան սահմանները բացի եւ տրանսպորտային ուղիղ հարթակություն ունենա Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա։ Ոչինչ չունեմ ասելու, Վրաստանը տալիս է այդ հնարավորությունը մեզ եւ նույնիսկ ամենածանր պահերին վրացական կողմը ճանապարհը երբեք չի փակել։ Բայց Թուրքիայով անկնհայտ է, որ ավելի արագ կլինի, բեռնաթափման աշխատանքների կարիք չի լինի նավահանգիստներում եւ այլն։ Բայց Թուրքիան չի բացում։ Թուրքիան չի բացում, ըստ ում է հետեւյալ նկատառումներից ելնելով, եթե մենք նայենք երկաթգծի քարտեզը տարածաշրջանի, եթե կարելի է ցուցադրեք դա էկրանին, հա, փորձենք հասկանալ։ Տեսեք, իրենց նպատակը այդ Թուրանի կամ հիմա որ ասում եք trip, չէ՞, գծի։ Տեսնում ենք Մեղրիով, Նախիջևանով ելք դեպի Թուրքիա,
այդ երկաթգիծը Իգդիժ Նախճեվանի սահմանը դեռ չկա եւ կպարժի մոտ 4 տարի որ կառուցվի։ Մենք տեսնում ենք, որ պատրաստի կա, բայց փակ է Գյումրի Ղարս երկաթգիծը, տեսնում եք հյուսիսում այնտեղ։ Եվ տեսնում ենք, որ դեռ նորոգումների անհրաժեշտություն կա եւ կառուցման անհրաժեշտություն կա Մեղրի երկաթգծի, որը նույնպես փակ է, եւ Դիլիջան Իջևան Ախստաֆա այդ գիծը, որը վերակառուցման նորոգման կարիք ունի։ Դա տարիների հարց է։ Այսինքն ինչ է կատարում հիմա, եթե երկաթգիծը եւ ավտոճանապարհը բացում է Թուրքիան։ Հիմնականում շահում է Հայաստանը, որտեղ Ադրբեջանի հետ ուղիղ կապ չկա։ Հիմա բացել են Ադրբեջանի երկաթգծով գալիս է Վրաստանով եւ Թբիլիսի երկաթգծով գալիս է Հայաստան։ Թուրքիան թույլ է տվել, որ Թբիլիսի Ախալքալակի Կարս իրենց տարածքով անցնող երկաթգծով հայկական բեռները նույնպես տեղափոխվեն։ Եվ Եվրոմիության հավանաբար ասում է, տեսեք, ես թույլ եմ տվել, արել եմ, բա ինչի մասն է խոսքը։ Իրանք ավելի շատ սպասում են, երբ որ կաշխատի թրիփը, երբ որ կաշխատի մնացած երկաթգծերը կվերականգնվեն, իրենք կսկսեն ակտիվ օգտագործել։ Հիմա եթե բացեն, Հայաստանը շատ կշահի, Ադրբեջանը տնտեսական առումով շատ քիչ բան կստանա։ Եվ իրենք մտածում են ինչքան հնարավոր է երկարաձգենք։ Իհարկե ճնշումը կա Եվրոմիության եւ հատկապես Միացյալ Նահանգների։ Իրենք ասում են, այ տեսեք, բացեցինք Ղարս Ախալքալակի Թբիլիսի երկաթգիծը Հայաստանի համար, Ադրբեջանի տարածքով գալիս են բեռները հասնում Հայաստան երկաթգծով արդեն, կամաց գնում ենք այդ ուղղությամբ, պետք է նորոգենք այդ սահմանային գետերը եւ այլն, բայց դա անվերջ հնարավոր չի այդ պատճառաբանությունը բերելով չբացել սահման։ Իհարկե, ես գտնում եմ եւ Միացյալ Նահանգները եւ Եվրոմիությունը պետք է շատ ավելի որոշակի, շատ ավելի խիստ անեն այդ հարցը։ Սա շատ կարագացնի մեր ինտեգրումը Եվրոմիության շուկայի հետ, առհասարակ Եվրոմիության հետ ինտեգրումը։ Այստեղից երկու հարց։ Առաջինը դուք ասում եք ենթադրում եք, որ նրանք այնուամենայնիվ սպասում են թրիփը գործի, հետո նոր իրենք քայլ անեն։ Որ իրենք իսկապես դրանից շատ օգտվեն։ Իրենց նպատակը Թուրքիա-Ադրբեջան հետ կապը հաստատելն է, Թուրան, Միջանցք եւ այլն։ Պատահական չի վերջերս հնչած առաջարկը Թուրքիայի կողմից, որ Թուրքիա-Հայաստան Ադրբեջան այդ առանցքը պետք է լինի ենթակառուցվածքների հետ կապված, մենք պետք է բացենք այդ երկաթգիծը ձևով, այդտեղ չկա Միացյալ Նահանգները, եթե տեսնում եք այդ հայտարարության մեջ։ Ուզում են կամաց մի տեսակ կողմ թողնել Միացյալ Նահանգներին, Հայաստանին ընդգրկել, հետո Հայաստանին էլ վերացնեն, որ իրենք միանգամից այդ ճանապարհը տնօրենեն։ Հին թուրքական քաղաքականություն, որտեղ որևէ գաղտնիք չկա, մի բան խոստանում են, մի այլ բան անում, խաբում եւ այլն։ Մենք պետք է շատ զգոն ունենք այդ հարցերում։ Մենք պետք է ասենք, այո, իհարկե ուզում ենք առևտուր անել, չենք ուզում, շոտ ենք ուզում։ Ներդրում ենք ուզում անենք, ուզում ենք փոխադարձ տնտեսական կապեր լինեն, ինչ չենք ուզում։ Բայց մենք պետք է միշտ հաշվի առնենք, որ իրենց մոտ այդ կապը տնտեսության եւ քաղաքականության ավելի ուժեղ է, քան շատ այլ երկրներում։ Երկրորդ տարբերակը Ռուսաստանը դուրս է մնում կարծես թե այս տրամաբանության մեջ եւ հիշենք, որ Ֆիդանն էլ այս վերջերս ընդհանրապես Մոսկվայում էր, ընդհանրապես Թուրքիան եւ Ռուսաստանը սերտ են աշխատում համենայն դեպս ժամանակ առ ժամանակ իրենք խորհրդակցում են իրար հետ։ Թուրքիան չի բացում ոչ միայն ձեր նշած պատճառով, որ սպասում է Թուրանը աշխատի, նախ այո, Թուրանը աշխատի, Ռուսաստանն է հավակնում Թուրանի ներողություն, թրիփը աշխատի եւ Ռուսաստանն է հավակնում մասնակցել այդ նախագծների մեջ։ Այսինքն Ռուսաստանի գործոնը քանի դեռ Ռուսաստանի գործոնը պարզ չէ, Ռուսաստանը կարծես թե դուրս է մնում այս եւ նախագծերից եւ երկաթգծերից, Թուրքիան դեռ արգելակած է պահում այս գործընթացները։ Ռուսաստանի գործոնն ենք դիտարկում։ Չեմ կարծում, որ դա այդքան լուրջ է քննարկում Թուրքիայի կողմից, Ռուսաստանը աշխուժ կարող է օգտվել դրանից։ Բայց ներգրավել, կառավարել եւ այլն ինչպես թույլ չտալ, որ բացվի սահմանը։ Ինչպես կարող է Ռուսաստանը թույլ չտալ, որ բացվի սահմանը։ Ադրբեջանը կարողանում դա անել։ Ադրբեջանը անում է Թուրքիայի հետ համատեղ եւ հետո Ադրբեջանը հիմա բացում է իր երկաթգծերը Հայաստանի առաջ։ Երբ Ադրբեջանը ասում է կառուցենք այդ երկաթգիծը աշխատենք։ Արի եւ որոշումներ, չէ՞, այդ ամբողջ երկաթգծերը բացել եւ թույլ տալ, որ բեռները երկաթգծով գան հասնեն Երևան, օրինակ։
Ստեղ այո Ռուսաստանի շատ խանդոտ վերաբերմունքն է, Թուրքիան իհարկե օգտվում է այդ առիթներից, օգտագործում է Ռուսաստանին իր շահերի համար, Ռուսաստանը չի կարող արգելակել այս թրիպի կառուցմանը, չի կարող, ինչպես, ասի երկաթգիծը չեմ անում, դա ծիծաղելի է, չէ՞։ Բայց դրա վրա է հիմա, չէ՞։ Պետք է մենք միջազգային դատարան կազգայնացնենք նորից երկաթգիծը։ Իրենք ունեն պարտավորություններ դրումներ անելու, թող անեն, ասվել է բազմիցս անգամ, չեն անում, դիմում ենք միջազգային արբիտրաժը։ Կարծում եք այդպես կզարգանան։ Դա հնարավոր ճանապարհներից մեկն է, շատ ավելի ցիվիլ։ Չպիտի կառավարության որոշում ածայնացվի, չէ, կա դատական որոշում, արբիտրաժ եւ այլն։ Պետք է անպայման արտադրության համակարգը օգտագործել, միջազգային։ Հետ են գալիս ամենա հարցին, ինչու Թուրքիան չի բացում սահմանը, այս տարբերակները դիտարկելուց հետո ձեր ոնց որ կարծիքը։ Ես ճիշտ հասկացեք, ես չեմ կարծում, այն կարծիքին չեմ, որ Թուրքիան առհասարակ չի բացելու սահմանը։ Չէ, այս պահին չի բացում։ Այս պահին չի բացում, կարող է ավելի մեծ ճնշում լինի, հետո բացի։ Ավտոճանապարհը բացի, այդպես չի կարող անդադար շարունակվել։ Եթե խոշոր տերություններին ձեռք է տալիս, որ այդ սահմանը բացվի, իսկ եւ Միացյալ Նահանգներին եւ Եվրոմիությանը դա ձեռք է տալիս, որ Հայաստանը ավելի տնտեսապես ոտքի վրա կանգնի, որ կտրվի, այսպես ասած, ռուսական ԵԱՏՄ շուկայից եւ այլն, դա իրեն շահերից բխում է։ Դեպքում նրանք պետք է ճնշեն Թուրքիայի վրա դա։ Դա նշանակում է առևտուր։ Այսինքն առևտուր ոչ տնտեսական, այլ բանակցություններ եւ Թուրքիան Հայաստանի այդ գործոնը բացելու գործոնը թանկ վաճառի ավելի։ Փորձում է ամեն գնով թանկ վաճառել, սկսած ինքնատիրներ ձեռք բերելու, վերջացրած այլ գործոններով։ Տիպիկ թուրքական քաղաքականությունն է, ինչ որոնի փորձում է թանկ վաճառել, բայց դա սահման ունի, պետք է նա հասկանա, որ մի օր այդ վաճառքի հարցը առհասարակ մեջտեղից կարող է դուրս գալ եւ ինքը շատ մեծ խնդիրների առաջ կանգնի։ Եվ մեկ հանգամանք եւս չդիտարկեցինք, դուք ասիք Ադրբեջանը բացում է երկաթգիծը եւ չի խոչընդոտում, արդյոք Ադրբեջանի գործոնը եւս չէ խոչընդոտող հայ-թուրքական սահմանի բացմանը հարաբերությունների, որովհետեւ Ադրբեջանը այսպիսի կարծիք կա, որ Ադրբեջանը բնավ չի ուզում, որ Հայաստանը ոտքի կանգնի, դուք ասացիք, որ դա կուժեղացնի Հայաստանին։ Ուժեղ Հայաստանը դա Ադրբեջանի պլանների մեջ չի մտնում, հակառակը, որքան հնարավոր է թույլ պահել Հայաստանը մտնում է Ադրբեջանին։ Համաձայն եմ, բայց Ադրբեջանը գործոն չի։ Ադրբեջանը շատ փոքր է Թուրքիայի համար էական գործոն լինելուց։ Սա Թուրքիայի քաղաքականությունն է։ Այո, ժամանակին Թուրքիան ընկրկել է Ադրբեջանի որոշ պահանջների տակ եւ կշերքի նժարին են դրել թուրքական պետությունների լիդեր լինելու Թուրքիայի կարևոր պատասխանատվությունը, հիմա եթե հանկարծ չաջակցի, ինչու՞ մեկ 2009 թվականի արձանագրությունները, որ այնպես էլ պարլամենտը չհաստատեց հայ-թուրքական։ Բայց Թուրքիայում դրանից հետո շատ մեծ քննադատություններ հնչեցին Էրդողանի հասցեին, ասելով որ դու գնում ես թուրքական շահերի դեմ։ Մեր շահը դա չէ, մեր շահը Հայաստանի հետ սահմանը բացելն է, շատ ավելի ակտիվ լինելն է տնտեսապես Հայաստանում, Կովկասում, առասարակ։ Իսկ դու գնում ես Ադրբեջանի գերին ես դառնում ես հարցում։ Եվ իրենք չեն կարող դա չհասկանալ։ Այստեղ Թուրքիան է որոշում, Ադրբեջանը լուրջ գործոն չէ։ Երբ որ հարմար գտնի, ինչ որ առավելաբույն բան կփորձի փոկել, ինչ որ հնարավոր է եւ կբացի սահմանը։ Ես ինքս ճիշտ ասած այդ կարծիքին եմ եւ շատ հուսով եմ, որ մինչեւ տարեվերջ դա տեղի ունենա։ Շնորհակալ եմ Գովազ հայտարարանք եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, Գովազից հետո եւս շարունակելու ենք զրույցը Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանի հետ։ Մնացեք մեզ հետ, Գովազն է եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։
ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Լևոն Վարխուդարյանի հետ ֆինանսների նախկին նախարար։ Դիտարկում ենք Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունների այսօրվա իրավիճակը, կարծես թե մեկ օր առաջ նորից վտանգ կար, որ պատերազմը կվերսկսվի, համենայն դեպս լարված էր իրավիճակը ռազմական, բայց այստեղ հետաքրքրում է ինձ այլ հարց, դե փորձում են կանգնեցնեն, կասեցնեն, որ պատերազմը չվերսկսվի, բայց ինչու ենք մենք ասում եւ ամբողջ աշխարհում ասում Միացյալ Նահանգներ Իրան պատերազմ, ինչու չեն ասում Իսրայել-Իրան պատերազմ եւ այժմ էլ խոսում են Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների մասին, ընդཐུպ մինչև հարց 3 եղավ, լրագրողներից մեկը Ռյուտեին, ուրեմն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հարց ուղղեց, ասաց, եթե հանկարծ Թուրքիա եւ Իսրայել պատերազմ սկսվի, 5-րդ կետը կսկսի աշխատել ՆԱՏՕ-ի, այսինքն Թուրքիային կգաք պաշտպանելու, դե նա խուսափեց, ասեց Էրդողանը խելացի պրագմատիկ ուրեմն ղեկավարը, չի թույլ տա պատերազմ, իսկ եթե ներով չխոսենք։ Եվ այսպես, ինչու են ասում Իրան Միացյալ Նահանգներ պատերազմ եւ արդյոք հնարավոր է Իսրայել-Թուրքիա սրվի հարաբերությունները ընդཐུպ մինչև ռազմական գործողություններ։ Եվ Հայաստանը ինչ պետք է անի այդ դեպքում։ Ասում են Իրան Միացյալ Նահանգներ, պատերազմ, որտեղ Իրանին ռմբակոծում է Միացյալ Նահանգների օդուժը։ Իրենց հրթիռները եւ այլն։ Բայց իհարկե պատճառը Իսրայելն է, ինքն է հրահարել ակնհայտորեն։ Իսրայելը չի սարսափում է նրանից, որ Իրանի միջուկային ծրագիրը հանկարծ աշխատի, որ իրանք դա ունենան միջուկային զենք։ Եվ ամեն գնով ուզում են հասնել նրան, որ այդ բոլոր հնարավորությունները ոչնչացվեն։ Ասել, որ իրենք վստահ են, որ ոչնչացված է, երևի այնքան չէ, եթե վստահ լինեին, պատերազմը իսկապես կմոտենար ավարտին։ Բայց մյուս կողմից դա երկար շարունակվել չի կարող։ Միացյալ Նահանգներում շատ-շատերը արդեն հասկանում են, որ Իսրայելը իրենց օգտագործել է Իրանի դեմ։ Եվ շատ նույնիսկ պաշտոնյաներից մեկը իրենց ռազմավարական հետազոտությունների անվտանգության, ուրեմն ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն հրաժարական տվեց, իր հրաժարականի դիմումի մեջ գրելով, որ Իրանը մեզ համար վտանգ չի ներկայացնում։ Եվ կոպիտ ասած մենք չպետք է ծառայենք Իսրայելի շահերին։ Եվ այդ բողոքը գնալով ավելի լսելի է դառնում։ Չի կարելի միլիարդներ, տասնյակ միլիարդներ ծախսել, ոչինչ չստանալով, ոչ մի արդյունքի էական չհասնելով, եւ հետո ամերիկյան օրենսդիրների եւ ընտրողների առաջ պետք է պատասխան տա Տրամպը։ Դրա համար Տրամպը ինքը ուզում է
այսպես այդ բառը շատ հաճախ են օգտագործում, դեմքը բրկելով ավարտել պատերազմը։ Բայց Իսրայելը անընդհատ հրահրում է Նետանյահուն, որտեղ նա շատ լավ գիտի, որ պատերազմի ավարտից հետո պատասխան տալու կարիք է լինելու։ Այս ինչ է կանում։ Հիմա շատերը պաշտպանվում են այդ պատերազմը, ինչպես ժամանակին Ալիևը պաշտպանվում էր Հայաստանի դեմ Ղարաբաղի համար պատերազմով, հիմա հետ բերեց եւ այլն, բայց շատ մեծ քննադատություններ կար, չէ՞ իր հասցին։ Նույնը Իսրայելի տարբերակում է։ Սա իհարկե շատ հուսով եմ, որ վերջ կունենա, այն ժամանակ այդ մարդիկ պատասխան կտան։ Նույն Նետանյահուն Հագայի տրիբունալը պետք է գնա ներկայանա սանկցիա է տրված կալանավորելու եւ այլն։ Ինչի մասն է խոսքը։ Նա հիմա պաշտպանվում է այդ պատերազմը։ Այդպես չի լինի։ Մարդկանց անձնական շահերը չպիտի թելադրեն երկրների զարգացման ճիշտ ռազմավարության ուղղությունների ընտրությունը։ Եվ ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները երկար շարունակի այս պատերազմը։ Նույն Արմուզի նեղուցը արդեն վերահսկում է Իրանը, կարծես։ Պաստորեն այդ զիջումներին կգնում է։ Մի քիչ հետո էլի կգնա։ Այս խնդիրները շատ լավ լուծվում էին։ Հիշում եք դեռ Օբամայի օրոք, իրենք նույնիսկ շատ ուրախացան Իրանում, որ սանկցիաները անվում են։ Իրենք համաձայնության եկան միջուկային համաձայնագրի շուրջ, հետո նորից լարվեց իրավիճակը Տրամպի գալուց հետո։ Հիմա կարծում եմ, այստեղ կլինի մեզ համար շատ ձեռնտու է խաղաղությունը Իրան։ Հայաստանի համար շատ։ Իրանն էլ կօգտվի այդ կոմունիկացիաներից, հարավ-հյուսիս ուղղությունը կզարգանա, Հնդկաստանն էլ կօգտվի այդ հարավ-հյուսիս ուղղությունից Վրաստանով դեպի Եվրոպա։ Ինչի մասն է խոսքը։ Շատ մեծ հեռանկարներ կբացվեն։ Եվ քանի դեռ կա պատերազմը Իրանում, նույնիսկ եթե կառուցվի Թրիպը եւ այլն, կապերը այդքան ակտիվ, այդքան աշխույժ չեն լինի, ինչքան խաղաղության պայմաններում ակնհայտ է։ Խոշոր բիզնեսը միշտ ավելի կոնսերվատիվ է։ Իրենք նայում են, տեսնում են ինչ ռիսկեր կան, այդ թվում քաղաքական, ազգամիջյան, գերտերությունների միջև, շահերի շուրջ եւ այլն։ Իրանը կարող է շատ մեծ թռիչքաձև զարգացում ունենալ, երբ որ սանկցիաները անեն, ինքը կարողանա իր նավթը վաճառել։ Գազամուղ կառուցել նույն Հայաստանի միջով դեպի Եվրոպա, շրջանցելով Ռուսաստանի տարածքը։ Եվրոպան ուզում է իհարկե կուզեն։ Ինչի մասն է խոսքը։ Իրենք էլ լավ գիտեն, որ Ադրբեջանը այդքան ռեսուրս չունի գազ։ Ռուսական գազը գնում է Իրանից, հետո վաճառում որպես ադրբեջանական։ Այս ամենաարգելակողը Իսրայելն է։ Իսրայելը չի կարելի ինչ-որ մի երկրին վերցնել եւ ասել, այս բոլորը նրա պատճառով է։ Մի քիչ դժվար է, տարբեր շահեր կան։ Արգելակողներից մեկը երևի եւ դրա համար հիմա հարաբերությունները սրվել են Թուրքիայի հետ։ Այ ինչու։ Հիմա եկեք Իսրայել-Թուրքիա դիտարկենք։ Դրանք լարվեցին բավական մի քանի տարի առաջ էր, ես հիշում եմ Դավոսում էր Էրդողանը պարզապես վեր կացավ եւ գնաց։ Իսրայելցիներին ասեց դուք ցեղասպանն եք, որ այդպես իվան եք անում։ Իսրայելը շուռ եկավ ասեց ով դուք ցեղասպանությունից խոսելու իրավունք չունեք։ Հիշեցրեց հայերի ցեղասպանությունը։ Էրդողանը վեր կացավ ու գնաց Անկարա։ Հենց այդ ֆորումի ժամանակ։ Դրանց դեռ լարվեցին բավականին հարաբերություններ, Իսրայելը նաև վախենում է, զգուշանում է Թուրքիայի մեծ զորացումից։ Եվ այդ պատճառով չեմ կարծում, որ հիմա Իսրայելը աջակցի Ադրբեջանին, փորձի այնտեղ ինչ-որ բազաներ լրացուցիչ դնել Իրանի դեմ, դրան դեմ է Թուրքիան նաև։ Որտեղ իրենց հեղինակությունն է մուսուլմանական աշխարհում էապես ընկնում։ Եթե իրենք տալիս են օդանավակայաններ ռազմական ավիացիայի համար, որ Ադրբեջանից հարված Իրանին, եւ փոխարենը ոչինչ չեն ստանում։ Իսրայելն դա լավ գիտի։ Եվ չեմ կարծում մեր դեմ ինչ-որ քայլեր անի հանուն Ադրբեջանի, քանի որ Ադրբեջանը խոսք տա իրենց համար օդանավակայաններին, ինչպես պատերազմի ժամանակ էր։ Իրենք իրենց զենքեր էին տալիս ու փորձում էին օգնել, որտեղ շատ ոգևորված էին նրանից, որ այդ տարածքներում, որ իրենց ավարտը տրվեց, իրենք օդանավակայաններ էին սարքում ռազմական եւ ինքնաթիռները այնտեղ էին տեղակայում, որ ուղղեն Իրանի դեմ։ Բայց դա չստացվեց։ Հիմա առավել եւս չի ստացվի, որտեղ դա Թուրքիայի եղնակցության հետ է խաղում։ Եվ Թուրքիան հայտարարել է, որ մուսուլմանական աշխարհի ինքը պաշտպաններից է հիմնական, ինչպես Պաղեստինի, այնպես նույնպես Իրանի դեմ նա չի գնա երբեք։ Եվ Իսրայելը դրա հետ հույս չի կապում, դրա համար է Թուրքիայի դեմ, այո, այդ քայլերը եւ դրա համար է մերձեցման ուղղված քայլերը Հայաստանի հետ։ Այդ նույն ցեղասպանության ճանաչումը իրենց մոտ կառավարությունում իհարկե պետք է
Դա միայն դրական է, որ ճանաչել են, վաղուց պետք է ճանաչեին հոլոկոստ ապրած ազգը, բայց մենք պետք է շատ զգուշ լինենք, տեսնենք, չպետք է թույլ տանք, որ մեզնով մանիպուլացնեն։ Հիմա այդ նույն հարցն է, ինչպես պետք է Հայաստանը հայտնվում է Թուրքիայի եւ Իսրայելի Չեմ կարծում, չէ, մենք այդքան ինչ-որ կողմ սերտ պետք է։ չենք ոչ Թուրքիայի, ոչ Իսրայելի հետ, որպեսզի ինչ-որ իրենց մեջտեղում շահերի հայտնվենք, չէ։ Հավասարահեռ հեռավորություն է պահվում, պատրաստ ենք երկուսի հետ էլ առևտուր անել, ներդրումներ ունենալ, ընդդեղից ներդրումներ բերել մեր երկիր, տնտեսության մեջ նկատի ունեմ, նույնը Թուրքիայի հետ։ Բայց Թուրքիայի հետ իհարկե մեր շահերը ավելի համակնում այդ նույն կոմունիկացիաների հետ կապված, որպես կապ, որպես տրանզիտային մեծ տարած դեպի Եվրոպա։ Այդ որ ասում ենք, եթե պատերազմ սկսվի ՆԱՏՕ-ի 5-րդ կետը, Թուրքիան դրա կարիքներ չի ունենա։ Թուրքիայի համար Իսրայելին լրացնելը շատ հեշտ է։ Որտեվ ահռելի բան ունի։ Իրանը կարծում եք լրացրեց Իսրայելին եւ այդքան հեշտ է։ Իսրայելի դեմ Իրանը ուղիղ չի խարվածում։ Իրանը հարվածում է այն ամերիկյան բազաներին, որտեղից ինքնաթիռներ կամ հրթիռներ են թռչում դեպի Իրանի տարածք։ Իսրայելից թռչեն, Իսրայելին կհարվածի։ Թուրքիան ինչ է անելու, եթե հանկարծ Իսրայել եւ Թուրքիան այդպես պատերազմի մեջ բռնվեն։ Չեմ կարծում պատերազմի Չեն հասնեն։ բռնվի։ Չեմ կարծում։ Բայց եթե բռնվեն, Իսրայելից ոչինչ չի մնա։ Թուրքական բանակը ցավոք շատ հզոր է։ Հետաքրքիր է, որ Իրանը եւ Թուրքիան այս հարցում չեն համագործակցում։ Դաշնակիցներ են արդյոք Իսրայելի դեմ։ Ունեն ոնց որ թե նույն ճշնամին այս լրելային են համագործակցում, տեսեք Թուրքիան բոլորովին չի մասնակցում Իրանի դեմ որևէ մի միջոցառմանը նույնիսկ, որտեղ հասկանում է, որ դա իր շահերից չի բխում։ Իհարկե մրցակիցներ են տարածաշրջանում, իհարկե Թուրքիան շատ կուզենար, որ Ատրպատականի ադրբեջանցիների բարձրադային միանային Ադրբեջանին եւ այս Թուրանը կայանար, բայց տեսնում եմ, որ դա իրական չէ։ Նրանք երևի թե հասկանում են, որ նույն թուրքերը հասկանում են, որ ոչ մի երկրի դա ձեռք չի տալիս, բացի Թուրքիայից, Ադրբեջանից, ոչ մի։ Այդ ու Ղազախստանին, նույն թուրքախոս երկրին նույնպես ձեռք չի տալիս։ Մրցակցության հարց կա, ազդեցության ոլորտների հարց կա, եւ իրենք որևէ շանս չունեն դա անելու։ Եվ շանս չունեն հարձակվելու Հայաստանի վրա, ինչպես մեր հերոստատիտողներին, լսողներին, անդադ ակաժներին նստած ասում է հիբրիդային պատերազմի ձևով արվող խաղափարախոսությունը ամբողջ այդ ռոպագանդան 300,000 ադրբեջանցի է գալու, հիմա գալու են գրավեն մեղրիով, այդ բոլորը բացայց սոտեր են։ Ոչ ոք դա թույլ չի տա, ոչ թե մեր գեղեցիկ աչքերի համար, այլ որ ոչ մեկի շահից խոշոր խաղացողների չի բխում Թուրքիայի, Ադրբեջանի զարգացումը, իրար միացումը, այդ շղթայի փակվելը ճիշտ հակառակը։ Ճիշտ հակառակը։ Եվ ասել, որ իրենք շատ մեծ սիմպաթիա ունեն թուրքերի ու Թուրքիայի նկատմամբ ճիշտ չի։ Որտեղ Եվրոպան իր մաշկի վրա զգաց այդ նույն Շարլի Էբդոյի դեպքերից ժամանակ հետո ինչ կարող են իրենք անել տեղում։ Իրենց շատ միամտաբար իրենք կարծում են, որ իրենք զուրվել են իրենց հասարակության հետ եւ իրենց քաղաքացիներ են, դա լավ է, վատ չի, այժմ աշխատուժը ինչ լավ է տնտեսության համար։ Էրդողանի մի փոքր ունքի շարժումով բոլորը դուրս եկան փողոց։ Եվ ցույց տվեցին, իրենք ապշած էին։ Իրենք չէին սպասում։ Հայերի դեմ այդ գորշ գայլերը դուրս եկել փողոց, որտեղ են հայերը թողան տեսնենք ինչ եք անում, ոստիկանությունը սարսափած խնդրեց հայերին տնից դուրս չգալ, ասացին մենք իրենց կհավաքենք։ Եվ հավաքեցին։ Պարոն Բախուդարյան, բա թրիփը այդ դեպքում հիմա գովազդային ընդմիջման էլի դուրս կգանք, շատերը ասում են թրիփը դա Թուրանն է։ Դուք ասում եք ոչ ոք թույլ չի տա, որպեսզի Ադրբեջանը եւ Թուրքիան միավորվեն։ Թրիփը կարելի է դիտարկել որպես այդ միավորման, այդ ուժեղացման համար նպաստավոր։ Կապերի ուժեղացումից է սկսում Թուրան գաղափարը իրենց կարծիքով, որ վաղներ կգրավեն այդ տարածքը, իրենց կդարձնեն եւ վերջ։ Բայց ոչ ոք դա թույլ չի տալու։ Սիրելի բարեկամներ, շարունակում ենք զրույցը ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանի հետ եւ այսպես պարոն Բարխուդարյան, շատերը համարում են, որ թրիփ նախագծով, որի շնորհիվ Թուրքիան եւ Ադրբեջանը ինքը Նախճիվանի հետ կապ է ստանում, հզորանում է, ուժեղանում է, դա Թուրան նախագիծն է։ Թրիփը չի կարելի համատել Թուրանի հետ, որովհետև Թուրանի նախագիծը Ադրբեջանի եւ Թուրքիայի միացումն է Հայաստանի տարածքների հաշվին։
Դա իրենց երազն է։ Ամբողջ իրենց քաղաքականությունը Աթաթուրքի ժամանակներից սկսած ուղղված է եղել դրան։ Տեսեք, Նախճեվանը վերցրեցին սկզբում, որ չեր նախատեսվում առասել։ Հետո տեսա մի փոքր տեղ կա, որ կարող է սահման չունեն Նախճեվանը Թուրքիայի հետ առաջ։ 30-ականների սկզբին Աթաթուրքը Իրանի շահին համոզեց, շատ բերի հողեր տվեց միակ տեղից եւ վերցրեց այդ 9 կիլոմետրանոց սահմանը, որը հիմք դարավ իրենց մտածելով, որ Թուրանը արդեն ռեալ է դառնում։ Թուրքիայով կգան Նախճեվան, այն մեղրին ինչ է որ խանգարում է, հայերն ինչ են որ խանգարում են, ռուսների հետ կպայմանավորվենք, բոլոր հարցերը կլուծվեն։ Պարզվեց այդպես չէ։ Կարող են պայմանավորվել նույնիսկ, ինչպես եւ արեցին Արցախի հարցում, հետո ռուսներին հերթական անգամ խաբեցին, բայց Եվրոպան էլ Միացյալ Նահանգներն էլ կանգնեցին։ Դուք կարծում եք պատահական է թրիփ նախագիծը։ Պատահական է, որ Թրամփը եկավ եւ այդ նախագիծը ասես պետք է առաջ գնա։ Դա իր սովորական ինչ-որ մի ցանկություն չէ, ոչ մի պատահականություն այնտեղ չկա։ Դա ամերիկյան ներկայացումն է այս ամբողջ ճանապարհի, այս ամբողջ մայրուղու վրա, որովհետեւ իրենք էլ վերահսկելու հնարավորություն ունեն։ Դա նշանակում է չվստահել Թուրքիա-Ադրբեջանին եւ չցանկանալ, որ այդ կապը լինի, որտեղ դա դեմ է եվրոպական, ամերիկյան շահերին, շատ-շատերին։ Էապես դեմ։ Դրա համար իրենք ամեն ինչ անելու են, որ այո, թրիպը կաշխատի, վերահսկողությունը կլինի այդ հայ-ամերիկյան ընկերությանը։ Ոչ մի թուրք, ոչ մի ադրբեջանցի ոչինչ չի կարող ասել։ Եվ մեր տարածքում ցանկացած պահի, ցանկացած գնաց կարող է կանգնեցվել եւ ստուգվել։ Եվ մաքսային, եւ անվտանգության ուժերի կողմից, մաքսային ծառայության կողմից եւ այլն։ Կա այսպիսի տարբերակ, որ այդ ճանապարհը, քանի որ པարզ չէ ինչպես է վերահսկվելու, այդտեղից կարող են դիվերսանտներ գնաց կկանգնի, դիվերսանտներ իջնեն։ Չէ, դիտացից աղելի է, չէ։ Այդ դրանք իսկույնքը ոչնչացվեն տեղում։ Ինչ է շարունակում դիվերսանտ։ Անվտանգային ուժեր կան, չէ։ Այդ նույն թրիփի անձնակազմը ապահովում է նաեւ անվտանգությունը։ Չհաշված հայ սահմանապահներին, հայկական զինված ուժերին եւ այլն։ Դա ծիծաղելի է։ Դա ռուսական ռոպագանդա է։ Որ մի արեք դա, թե չէ ձեզ կոչնչացնեն։ Պարոն Բարխուդարյան, Իրանի գործոնը եւս անընդհատ արդեն ինչքան ժամանակ է համենայն դեպս այդ պատերազմական գործողություններից ի վեր եւս ավելի ուժեղացան այս խոսակցությունները, որ Իրանը կարող է դեմ լինել թրիփին, բայց կարծես թե Իրանը այդպիսի կոշտ հայտարարություններ չի անում, ավելին Հայաստանին առաջարկում է ռազմավարական գործընկերություն, նավթամշակման, ասում է, այնքան նավթամթեր կբերեմ, դու այդտեղ բենզին կարող ես արտադրել, ազատ տնտեսական գոտիներ, ոչ մի հակահայկական տրամադրություններ եւ հայտարարություններ մենք չլսեցինք, նաեւ հակաթրիփյան հայտարարություններ չլսեցինք։ Հակառակ Իրանը կարծում եմ, որ ինքը շահագրգիռ կլինի օգտվելով այդ նույն խաղաղության խաչմերուկից կամ թրիփ նախագծից, որը կգա Հայաստանի միջով, Վրաստանով կգնա դեպի Եվրոպա։ Իրանը դա կնախընտրի։ Ես գրեթե չեմ կասկածում դրանում, եւ Իրանը կարծում պետք է որ շատ շահագրգիռ լինի նաեւ գազատար կառուցելու հետևությամբ, որտեղ աշխարհում երրորդ պաշարները Իրանինը շատ մեծ են, գազի պաշարները, Եվրոպան շատ կարիք ունի Իրանի գազին։ Գիտի որ շատ կայուն աղբյուր է եւ կարող է։ Նրանք չեն ուզում Ադրբեջանի Թուրքիայի տարածքով տալ, նրանք ուզում են Հայաստանի։ Դե հիմա խոսվում է այն մասին, որ ավելի մեծ թողունակությամբ ավելի լայն գազատար կա։ Չէ, անհամեմատ ավելի, որ Եվրոպայի պահանջի ահագի մասը բավարարի։ Առնվազն 35 միլիարդ կուբամետր գազ կա, եթե ոչ ավել։ Դա իհարկե տարիներ է պահանջելու, դարի նախագիծ է լինելու, բայց շատ մեծ հեռանկար է խոստանում։ Հետաքրքրված է նաև Հնդկաստանը, որ Պարսից ծոցի նավահանգիստներով կա Իրանի տարածքով արդեն ցամաքային ճանապարհով մեծ բեռնաշրջանառություն ունենա եւ Հայաստանի, Վրաստանի տարածքով գնա դեպի Եվրոպա։ Կարող են օգտագործել նաև Թուրքիայի տարածքը անշուշտ, նույն թրիփի մասը։ Բայց այդ շահագրգռվածությունը հյուսիս-հարավ շատ մեծ է եւ մենք դրան էլ պիտի բավարարենք։ Այո, այդ նույն խաղաղության խաչմերուկ որ ասում են, որ թերը հավատորեն են խոսում։ Ես հավատում եմ։ Թրիփները չէ դրա մասը վերջին հաշվով։ Արևելք, արևմուտք, արևելք, բայց կա նաև հյուսիս-հարավ Վրաստանի միջոցով։ Այդ նույն ճանապարհը, թրիփը Վրաստանն էլ չէ տանում Հայաստանի միջոցով։ Հետո գնում է Սեպսովով դեպի Եվրոպա, չէ։ Դա էլ կարող է օգտագործվել, չէ։ Կարող է օգտագործվել նաև Թուրքիայի տարածքից, չէ՞, ոչ։ Հնարավորությունները շատ են։ Մերձավոր արևելքն է կապվում Միջին Ասիայի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ,
այդ նույն երկաթգծով Խանգարող Թուրքիայի։ հանգամանքները կամ երկրները, որոնք կարող են լինել։ Կարծում եմ միայն Ռուսաստան։ Միայն Իսրայելը։ Իսրայելը կարող է, բայց ինքը այդպեսի մեծ գործոն չի հանդիսանում, իմ կարծիքով։ Որտեւ դա հակասում է ամերիկյան շահերին։ Այսքանից հետո Իսրայելը չի կարող համոզել Միացյալ Նահանգներին, որ սա ձեր շահերից է բխում, եկեք սա չանենք։ Դե ասում է Թրամփին դու համար առաջին թիրախն ես։ Հիմա արդեն Թրամփը ոչ թե Միացյալ Նահանգների վտանգ է ներկայացնում Իրանը, այլ հենց Թրամփ դու ես այնտեղ ցուցակում առաջին համարում։ Թիրախ որպես։ Թրամփն էլ վախեցավ, ասեց դուք ճիշտ եք ասում, բա ինչ Դե անեմ։ վախեցավ լսեմ, որոշ չափով։ Չեմ կարծում։ Գիտեք, մի բան է արտաքինը, մի բան է իրենք ռեալ ինչ քաղաքականություն են վարում, ինչպես են անում։ Կան խոսակցություններ, որ նույն Թրամփը առանձին բաքսենյակում խորհրդակցություն հասկացնելուց դեռ ուրիշ մարդ։ Այդպես չի էլի, որ ինքը ինչպես իրեն ցույց է տալիս հանրության առաջ եւ այլն։ Չէ, ամերիկյան քաղաքականությունը մտածված է։ Ասել որ հա իրենք իհարկե հիասթափված են, որ դա այդպես չի լինում, կադրային դիվանագետները պետք է որոշեն, շատ բաներ այդպես արագ չի կարելի անել եւ այլն։ Բայց ընդհանուր առմամբ դա իրեն շահերի ձեռներով են անում։ Հիմա ինչքանով հաջող դա էլ հարց է։ Ահա։ Բայց որ ամերիկյան շահերն են գերակայում իրենց քայլերի մեջ, ակնհայտ է։ Պարոն Բախուդյան, կարելի է ասել, որ հայ-ամերիկյան կամ Միացյալ Նահանգների շահերը տարածաշրջանում, շահերից է բխում տարածաշրջանում եւ Եվրոմիության շահերից է բխում տարածաշրջանում, հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը, հայ-իրանական հարաբերությունների զարգացումը, դե հայ-ադրբեջանականը արդեն հայ-թուրքականը որ լինում է, Բնական է, բոլորի շահերից դա բխում է։ Միակ բանը, այ որ ասում է հանուն ամերիկյան շահերի են գործում, միակ բացառությունը, հիմնական բացառությունը այդ Իրանի դեմ պայքարն է դրդված Իսրայելի կողմից։ Ամերիկյան շահերից չի բխում լրիվ հակադրվել պատերազմել Իրանի հետ եւ այլն։ Հանուն ինչի Դե Հորմուզն է մնում, այն էլ ոնց որ Հորմուզը հանգիստ կարող են պայմանավորվել։ պայման արդեն ոնց որ Երբ միասին խոսում են երկկողմանի, պայմանավորվում են։ Հետո ինչ որ բաներ է տեղի ունենում, նորից պայմանավորվածությունները խախտում են, ստերից սկսես մտածել, որ Իսրայելն է խանգարում։ Ես փաստեր չունեմ, չեմ հատուկ չեմ զբաղվել դրանով։ Բայց կարծում եմ դա էլ վերջին հաշվով կշտկվի, որտեղ նույն Եվրոպան էլ շատ կողմ է Իրանի հետ աշխատելու։ Ինչի մասն է խոսք։ Իրենք էլ չէ էներգակիրների մեծ կարիք ունեն։ Եվ ամերիկյան սեղմած գազը, որ իրենք են ստանում, բավականին թանկ է։ Այնքան թանկ է, այնքան է թանկացնում էլեկտրաէներգիան, որ պատկերացնում եք Անգլիայում փաբեր են փակվում։ Մարդիկ չեն կարողանում լիարժեք այդ տաք ջրով լողանալ, օգտվել դրանից, որովհետև թանկ է, սարսափելի թանկանում։ Իսկ Իրանը այդ հնարավորությունը կտա ավելի էժան եւ մատչելի էներգակիրներ ունենալու։ Սա գեոքաղաքական մեծ խնդիր է։ Պետք չի դա առանձնացված նայել որպես մի հատ ինչ որ գազի կամ բանի նավթի մատակարարում, չէ, սա շատ լուրջ հարց է։ Սա ամբողջ Եվրոպայի ապագայի եւ վառելիքային տնտեսության սակագների դրանց քաղաքականության ապագան է։ Եվ իհարկե շատ բան գեոքաղաքական մակարդակում որոշում է նաև այս տիպի գործոններով։ Տեսեք, առաջ 3 գումարած 3-ի մասին են խոսում, ես վերջերս էլ ոնց որ թե Ֆիդանի այցը, որի մասին խոսեցինք, այցի ժամանակ խոսվեց 3 գումարած 3, ինչ է նշանակում 3 գումարած 3։ Ռուսաստան եւ արդեն Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան համագործակցություն։ Հիմա մենք խոսեցինք այսօր այն մասին, որ էլի Վրաստան, Հայաստան, Ադրբեջան եւ Իրան, Թուրքիա համագործակցություն, բայց ոչ թե Ռուսաստանի, այսպես մասնակցությամբ կամ պատրոնաժի տակ, այլ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների։ Այնտեղ 3 գումարած 3 էին ասում։ Այստեղ նույն տրամաբանությունն է, բայց այլ անվանում ունի կամ այլ այո, այլ անվանում կարող ենք տալ։ Ոնց որ նույն բանն է ստացվում, տարածաշրջանային համագործակցություն, բայց Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության շահերից բխող եւ մասնակցությամբ։ Այնտեղ Ռուսաստանի շահերից բխող եւ մասնակցությամբ։ 3 գումարած 3-ը նշանակում էր մի բան, թարգմանաբար նշանակում էր Եվրոպայի Միացյալ Նահանգների բացառում տարածաշրջանից։ Թուրքիա, Ռուսաստան ամենաազդեցիկ երկու երկրների միջև պետք է որոշումներ կայացվեն, ասենք ասենք։ Իսկ դա չի կարող հանդուրժել ոչ Միացյալ Նահանգների, ոչ Եվրոմիության կողմից, ոչ Վրաստանի, ոչ էլ Հայաստանի կողմից։ Կարող են ինչ-որ բան հայտարարեն, որ հա եկեք համագործակցենք,
բայց սա շատ լուրջ է, այդ պատճառով հիմա այդ խոսակցությունները նորից пассивացան բավական։ Բարի, բայց գալիս ենք հանգում ենք նրան, դուք ասում եք դա նախատեսում էր, որ Միացյալ Նահանգները, Արևմուտքը, Միացյալ Նահանգները եւ Եվրոմիություն չլինեն տարածաշրջանում, իսկ այդ ձևաչափը, որ ասեցի Միացյալ Նահանգները եւ Եվրոմիություն եւ մեր տարածաշրջանի երկրները նախատեսում են, որ Ռուսաստան չլինի այս տարածաշրջանում գործող։ Այդպես էլ կա։ Այսինքն այստեղ մենք խոսում ենք, մենք մի կողմ ենք քաշվում եւ Թուրքիան եւ Իրանը եւ Հայաստանը եւ մեր Հարավային Կովկասը եւ դիտարկում ենք ով կհաղթի տարածաշրջանում արևմուտքը թե Ռուսաստանը, այսինքն մենք այնտեղ այդ արճակատումն ենք, ականատես ենք այդ արճակատմանը եւ ոչ մասնակիցները, դիտողներն ենք, այո, թե ոչ։ Չէ, մենք մասնակից ենք եւ ես կարծում եմ, որ արևմուտքի շանսերը շատ մեծ են համանadebս եթե ասենք ասենք հաղթելու, շնորհիվ իրենք կարող են նույն Կովկասում նաեւ համագործակցել։ Ոչ չի ասում։ Արևմուտքը ասում է դա քո տնօրենությունը, քո հողը, քո ստրուկը, քո ճորտը չէ։ Նա չի ասում կամ, արևմուտքը չի ասում։ Երբեք չի ասում, ասում են մենք ակտիվ հետները աշխատում ենք։ Իսկ Ռուսաստանը ասում է կամ։ Դուք էլ աշխատում, Ռուսաստանը ասում է չէ իմն է։ Ահա։ Ամենամեծ տարբերությունը դրանում է։ Պատահական չէ, որ Եվրոմիության հետ բոլոր ծրագրերը կոչվում են համագործակցություն, ընդլայնված եւ համապարփակ աճի, դեպ առևտրի համագործակցություն, գործընկերություն եւ այլն։ Ռուսաստանը այդ բանը չունի, միություն է եւ վերջ։ Եվ անդադ մեզ հրավիրում էին, հիշում եք ժամանակին, եկեք նաեւ դառնանք կոնֆեդերացիա, ինչ որ միության անդամ եւ այլն եւ այլն։ Բայց բոլորը ովքեր աշխատել են Մոսկվայի հետ դա չեն ուզում, որտեղ հավասարի աշխատանք չկա։ Եվրոմիություն հասել է абսուրդի։ Մի փոքր երկիր է կարող է վետո դնել ցանկացած Եվրոմիության որոշման տակ։ Հետո դա մյուս ցայրահեղությունն է իհարկե, հիմա կվերանայվի երևի։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանում արդեն սկսել են խոսել այն մասին, թե ինչպես վերականգնեն հարաբերությունները, փրկեն հարաբերությունները Եվրոպայի հետ։ Այսինքն նրանք հասկանում են, որ իրենց ճանապարհը այդ արճակատումը Եվրոպայի հետ չի բերում Ռուսաստանին ոչ մի դրական արդյունք, այլ ինչպես մենք խոսում ենք, իհարկե համեմատելի չէ Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունները Արևմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունների հետ, բայց էլի Ռուսաստանի մենք առաջին հատվածում մեր հարցազրույցի խոսում ենք այն մասին, որ այդ սասկացումը, այդ վատացումը հարաբերությունների Ռուսաստան-Հայաստան Ռուսաստանին ոչ մի արդյունք չբերեց, հակառակը Հայաստանին համար դրական էր։ Մենակ Հայաստանի ու Ռուսաստանի օրինակը չէ, շատ երկրների օրինակն է։ Հիմա Ռուսաստանի վերլուծաբանները մտածում են, տարբերակներ են առաջարկում, ինչպես դուրս գալ այս ծուղակից։ Նրանք համարում են ծուղակ, որում հայտնվել է Ռուսաստանը, արևմուտքի հետ վատ հարաբերություններ։ Նա ասում է լուծում չունի Ռուսաստանն, նա պետք է ինչ-որ ձևով դուրս գա այս ծուղակից։ Ուրեմն թող կարծուցի դեպի առաջ դա բարի դրացիական հարաբերությունները Եվրոպական միության հետ անընդհատ փորձում էր սարսափեցնել, որ հիմա էլ հարձակվելու են Եվրոպայի վրա։ Լեհաստանի նկատմամբ, Մերձբալթյան երկրների նկատմամբ, ինչ է կարծում, Ֆինլանդիան երազում էր միշտ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։ Նեյտրալ երկիր էր, չէ՞ միշտ էլ։ Ստիպված դարձավ, որտեղ վտանգ զգում էր Ռուսաստանի կողմից։ Եվ իրանք շատ ռեալ էին դա ասում։ Իսկ որպեսզի Եվրոպան կարողանա, այսինքն Ռուսաստանը կարողանա Եվրոմիության հետ ընդհանուր լեզու գտնել, սանկցիաները վերացնել, որը ձեռնտու է նաև Եվրոպային, պետք է դադարեցնի իր պատերազմը Ուկրաինայում, ակնհայտ։ Որտեղ ինքը Եվրոպայի մի մասի վրա հարձակվել է։ Արդեն անդամության տեխնացու է Եվրոմիության Ուկրաինան։ Ինչի մասն է խոսքը։ Բայց իրենք խրվել են այդ պատերազմի մեջ եւ առաջ չեն գնում։ Իսկ դա հեռանկար չի։ Պետք է անպայման հաշտություն կնքեն։ Հարցերի հարցն։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարոն Բարխուդարյան։ Շնորհակալություն։ Հասցրեցինք քննարկել։ Ուսանք խաղաղությունը վերջին հաշվով կհաստատվի։ Դե այդ շատերը կապում են այդ նախագծերի հետ խաղաղության, որպես երաշխիք, եթե այդ նախագծերը աշխատեն, մասնավորապես TRIP-ը աշխատի։ Որպեսզի TRIP-ն լինի, խաղաղությունը շատ կնպաստի, չէ՞ դրան։ Մի կողմից մենք Իրանի սահմանով երկաթգիծ ենք վերականգնում, մյուս կողմից պատերազմական գործողությունները ավելի թեժ են դառնում։ Միացյալ Նահանգներին ձեռնտու չի պատերազմ։ Եթե նոր
զինված ինչ որ հակամարտություն տարածաշրջանում չլինի, որ էլի հետ շփռ։ Հուսով եմ չի լինի։ Այդ Հուսով եմ չի ծրագրերի լինի։ իրական- Այդքան ստապություն ղեկավարները ունեն ամենուրեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, Լևոն Բարխուդարյանի հետ էինք զրուցում Հայաստանի ֆինանսների նախկին նախարար զրուցողար Մերգայան Արաքելյանը, բարին ընձեզ։